Իմ անունը Տանյա է, շատ եմ սիրում, գնել եմ սիրում, բանել եմ սիրում, դասանել, խաղալ։ Մենք եկեղեցիները հյուրասենյակն է, սա մեր խոհանոցն է, իմ մայրիկը բաները պատրաստում, գործել եմ սա, այո, ես էլ եմ գործել, ասես կապում են, 8-ամյա Տանյան և Արմինեն ապրում են Սոս մանկական գյուղում։ Մենք եղանք նրանց տանը, երեխաները պատմեցին իրենց և իրենց շատ արտասովոր փոքր գյուղի մասին։ Սեղ ես եմ քնում, սեղ քույրիկս, այս մեր խաղալիքներն են։ Մանկական գյուղը փոխարինելու է եկել մանկատներին։ Այստեղ ապրում է շուրջ 40 երեխա։ Հիմնարկը գործում է երկրաշարժից հետո 1990 թվականից։ Այն ժամանակ ամբողջ աշխարհը օգնության ձեռք մեկնեց Հայաստանին։ Տարբեր երկրներում գործող Սոս Քինդերդորֆ ինտերնացիոնալ բարեգործական միջազգային կազմակերպությունը առաջարկեց կառուցել Սոս մանկական գյուղ նաև մեզ մոտ։ Առաքելությունը նրանում է, որ ապահովել երեխաներին ընտանեկան խնամքով և դաստիարակությամբ, քանի որ շատ երեխաներ մնացել են առանց ընտանեկան խնամքի և ընդհանրապես տնօրազուրկ են, մենք փորձում ենք վերականգնել կորցրած այդ ընտանեկան ուրեմն խնամքը։ Գյուղում փոքր տնակներ կան, ամեն մեկում ապրում է 5-ից 7 երեխա։ Նրանց հետ ապրում և նրանց խնամում է Սոս մայրը։ Մենք չենք պարտադրում անվանել մայր, բայց մեծամասամբ մայրիկ են անվանում։ Ազատ ժամանակ երեխաները խաղում են բակում, մասնակցում տարբեր խմբակների, շատերն արդեն կողմնորոշվել են, թե ինչ են անելու ապագայում։ Ես ուզում եմ դառնալ շախմատից։ Ես ուզում եմ դառնալ պարուհի, բժիշկուհի։ Ես մտքին մեջ գնալու եմ, անելու եմ մեջուվեջ, գցելու եմ սաղի պեջ։ Սոս մանկական գյուղ էին այցելել նաև շենացնենք մեր գյուղը հասարակական կազմակերպության աշխատակիցներն ու կամավորները։ Կազմակերպությունը զբաղվում է խոցելի խմբերի հետ, ծերերի, հաշմանդամների, ծնողազուրկ երեխաների։ Անկախ նրանից մենք ունենք ֆինանսական միջոցներ և չունենք, իրականացնում ենք այցելություններ ծերանոցներ և մանկատներ, որի նպատակն է նախաջակցել այդ ծերանոցի մանկատին և երիտասարդության շադրությունը հղել դեպի անապահով ընտանիքը, դեպի անծնող երեխան, դեպի տատիկը և պապիկը, որը խնամող չունի։ Այսօր եկել ենք Սոս մանկական գյուղ, որպեսզի շփվենք, ծանոթանանք երեխաների հետ։ Միայն սիրո և ուշադրության կարիքն է, որ իրենց անհրաժեշտ է, որ եւ հասարակությունը պետք է դա իրենց տրամադրի եւ պետությունը։ Կազմակերպությունն անակնկալ էր պատրաստել երեխաների համար։ Նրանք իրենց հետ բերել էին մանկական թատերական խմբակ։ Բարև գելա։ Բարև Մարտա։ Էս ուր ես գնում աղբեջա։ Գնում եմ Աստծու մոտ, գանգատ անել։ 2011 թվականին Հայաստանում գործել է 10 մանկատուն և 2 մանկական գյուղ։ Պետության կողմից ոչ մի աջակցություն մանկական գյուղը չի ստանում։ Մարիա Եղիազարյան, Սարգիս Բուլղադարյան, Civilnet։